Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել ենք Ալավերդիում կատարված սպանությանը։ Մայիսի 19-ի գիշերը Ալավերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել Կոտայքի մարզի Արինջ գյուղի բնակիչ 1982 թվականին ծնված Էդուարդ Պողոսյանին հրազենային վնասվածքով։ Րոպեներ անց նաև ահազանգ է ստացվում, որ նույն շենքի բակում հրազենային վնասվածքներից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ 41-ամյա Վարդան Ավագյանը։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակի պարկուշներ։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Մայիսի 21-ին Էդուարդ Պողոսյանն էլ հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հրազենային վնասվածք է պատճառել Ալավերդիի բնակիչ 1984 թվականին ծնված Վարդան Փիրուզյանը, որը դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Նախաքննությունը շարունակվում է։